Սիրելի բարեկամներ, սիրելի հավատավոր քրիստոնյաներ, այսօրվա ավետարանական հատվածը այս մեծ պահքի 4-րդ կիրակին, որ կոչվում է տնտեսի կիրակի, շատ հետաքրքիր ու կարևոր պատգամ ունի իր մեջ եւ պատկերացնենք մի պահ, եթե այսօր Աստված մեր առջև կանգնի, մենք կանգնենք Աստծո առջև եւ Աստված մեզնից հաշիվ պահանջի, ասի հաշիվ տուր քո կյանքի համար։ Մեր արձագանքը ինչպիսին կլինի։ Ինչպես Աստված այդ տանտերը, այդ իր տնտեսին, տան կառավարչին կանչեց, ասես քո մասին լավ լուրեր չեմ լսում, բամբասանքներ կան, խոսակցություններ կան եւ ավելի լավ է դու հաշիվ ներկայացրու։ Եթե այսօր Աստված մեզ հարցնի, ինչպես ապրեցիր քո կյանքը, ինչպես օգտագործեցիր այն շնորհները, որ քեզ տվեցի, ինչպես վերաբերվեցիր այն մարդկանց, որոնց ուղարկեցի քո կյանքի ճանապարհին, մենք ինչ պատասխան կունենանք։ Այս ավետարանը մեզ այսօրվա ավետարանական հատվածը մեզ հենց այս հարցերի առջև է կանգնեցնում եւ հիշեցնում, որ Տերն ասում է ամեն դեպքում դու հաշիվ ես տալու քո տնտեսության համար եւ այս խոսքը վերաբերվում է ոչ միայն ավետարանի այդ տնտեսիկ, անիրավ տնտեսի կերպարին, այլ յուրաքանչյուր քրիստոնյայի։ Աստված մեզ մեր կյանքի ընթացքում շատ բաներ է տալիս, որոնք իրականում մերը չեն, ուղղակի վստահված են մեզ։ Մեր կյանքը, մեր ժամանակը, մեր առողջությունը, մեր ընտանիքը, մեր կարողությունները, մեր հավատքը, դրանց տերերը իրականում մենք չենք։ Մենք տնտեսներն ենք, կառավարողներն ենք այդ ամենի։ Եվ հայրերի Սուրբ Հովհան Ոսկեբոյանն ասում է. այն ամենը, ինչ ունես, քեզ է տրված ոչ թե պահելու, այլ ճիշտ օգտագործելու համար։ Այսինքն մարդը պատասխանատու է այն ամենի համար, ինչն Աստված իրեն վստահել է։ Հենց դրա համար էլ գալիս է այն պահը, երբ Տերն ասում է. ամենամեծ պատրանքը մարդու կյանքում կա մի վտանգավոր բան։ Մենք հաճախ մտածում ենք, թե իսկապես ժամանակը շատ է։ Թվում է, թե դեռ կհասցնենք զղջալ, ապաշխարել, փոխվել, բարիք գործել կամ ներել մեզ վիրավորած մարդուն։ Հետո Աստծուն մոտենալ, բայց Աստված մեզ հիշեցնում է մի ճշմարտություն, որ այդ տնտեսության ժամանակը անսահմանապակ չէ։ Ամեն վայրկյան Աստված կարող է քեզ կանգնեցնել եւ ասել հաշիվ տուր ինձ։ Սուրբ Բարձր Մեծն ասում է, այս կյանքը մեզ տրված է որպես տնտեսություն, իսկ հավիտենությունը որպես պատասխան։ Այսինքն այնտեղ մենք ապրում ենք, այստեղ մենք ապրում ենք, այնտեղ հաշիվ ենք տալու։ Իսկ ինչ տնտեսություն է մեզ վստահված։ Երբ մենք մտածում ենք տնտեսության մասին, շատերը միայն նյութական բաներն են պատկերացնում, բայց քրիստոնյայի տնտեսությունը ավելի մեծ է, որովհետև Աստված մեզ վստահել է, օրինակ, ժամանակի տնտեսություն, օրվա 24 ժամեր, եւ մենք այդ մեր մեկ օրվա 24 ժամից քանիսն ենք նվիրում Աստծուն։ Քանի ժամ ենք մենք վատնում անիմաստ բաների վրա մեր օրվա ընթացքում։ Հետո մեկ այլ տնտեսություն, մեր խոսքի եւ խոսույթի տնտեսություն։ Մեր բառերը կարող են բուժել, վիրավորել, բայց մենք որքանով ենք ուշադիր մեր խոսքին, որովհետև մեր Տեր Հիսուս
ասես չէ, ձեր յուրաքանչյուր խոսքի համար պատասխան եք տալու։ Ասեց, եթե քո եղբորը հանիրավիկ ասես հիմար, գեհենի կենթարկվես։ Պատկերացնում եք, այս խոսքը քրիստոնյաները մոռացել են։ Եթե Աստված մի օր թերթի համացանցը, ժողովրդի 99%-ը գեհեն կգնա միանգամից։ Դեռ այնքան ատելության խոսք կա այնտեղ, որ տեղ ու դադար չկա։ Էլ չեմ ասում, որտեղ դա գալիս է մեր առօրյա կյանքից, չէ՞։ Այդ խոսույթը մեր որքան է ատելությամբ լցված։ Բայց մեր խոսքը կարող է բուժել եւ կարող է վիրավորել։ Այո, ինչու մենք չենք կարող նույնիսկ մեր գաղափարական, այսպես ասած, հակառակորդի նկատմամբ նորմալ խոսույթով դիմել, չէ՞, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասաց. «Օրհնիր քեզ անիծողին»։ Աղոթիր քո թշնամու համար։ Հաճախ մենք այդ խոսքերը մոռանում ենք։ Տեսեք, եւ կա սիրո տնտեսություն։ Եվ քանի մարդ կա մեր շուրջը, որ պարզապես կարիքը ունի մեր թե բարի խոսքի, հաճախ է, չէ, պատահում, եւ մեր ընտանիքի անդամներից մեկը, մեր ընկերներից մեկը, մեր բարեկամներից մեկը, հարևաններից մեկը եւ որևէ վատ դրության մեջ է լինում եւ գալիս է, ուզում է ուղղակի հետ խոսի, կիսվի, իր մեջից արտահայտի այդ իր վատ նեղվածությունը եւ հենց սկսում է խոսել, մարդը միանգամից սկսում է նախատել։ Այ դու գիտես, երբ այս բանը կատարեցիր, մարդը միանգամից փակվում է։ Ինչի համար էր եկել, ինչ էր ուզում, բայց մեկ բարի խոսքը, չէ, մեկ քաղցր ուղղակի ժպիտը, այդ ապրումակցվելու այս հատկությունը որքան է բացում մարդուն եւ այլ ավելի այսպես ուրախությամբ, ողջավորվածությամբ մարդը սկսում է արտահայտվել։ Սա մեր սիրո տնտեսությունն է, մենք ինչպիսի վերաբերմունք ենք ցույց տալիս մեր շրջապատի մարդկանց։ Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Սիրիր քո մերձավորին»։ Սիրիր, ուղղակի, եթե չես կարողանում գոնե բարիք գործել, գոնե բացասականդ մի փոխանցիր իրեն։ Տեսեք, կա նաև հավատքի տնտեսություն։ Արդյոք մենք մեր կյանքով վկայում ենք Աստծուն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասեց. «Թող ձեր գործերով փառավորվի երկնավոր Հայրը, որ երկնքում է»։ Սա մեր հավատքի, մեր տնտեսությունն է։ Արդյոք ես որպես Քրիստոսի անունը կրող մարդ, երբ ինձ նայում են, իմ մեջ Քրիստոսին տեսնում են, թե չեն տեսնում։ Մի մասնիկ գոնե ունեմ ես Քրիստոսին նման եմ, չէ՞ մենք ասում ենք մարդը Աստծո պատկերն ու նմանությունն է կրում։ Իմ կյանքի յուրաքանչյուր իրադրության մեջ Քրիստոս կա թե չկա։ Եթե կա, ուրեմն ես իմ հավատքի տնտեսության մեջ այո, առաջընթաց ունեմ։ Եթե ես կարողանում եմ այն պահին, երբ ինձ բարկացնում են, ես կարողանում եմ չբարկանալ։ Այն պահին, երբ ես մեղքի հետ կռիվ եմ տալիս եւ հաղթում եմ, կամ ես ապրում եմ քրիստոնյայի կերպար ունեմ, իմ բարեկամներն ու հարևանները գիտեն, որ ես քրիստոնյա եմ, բայց տեսնում են իրենց հետ հավասար ես բամբասում եմ, ծխում եմ եւ այլ սխալների մեջ եմ։ Սա իմ հավատքի տնտեսությունն է։ Աստված նաև կարող է քո միջոցով, քո լուր օրինակով դարձի բերել հարյուրավոր մարդկանց։ Եվ ինչով պիտի տարբերվի քրիստոնյան մյուս անհավատից կամ հեթանոսից։
Եվ այո, Աստված մեր հավատքի տնտեսության համարել է մեզ պատասխանատվության կանչելու, հաշիվ ուզելու։ Տեսեք, որն է այս իմաստուն կամ ճարպիկ կամ ավետարանի լեզվով ասած անիրավ տնտեսի դասը։ Այս ավետարանում այս տնտեսը սկզբից շատ վատն էր, բայց հետո հասկացա, որ պետք է հաշիվ տա, սկսեց մտածել իր ապագայի մասին։ Սրա մեջ կարևոր հոգևոր ուղերձ կա։ Քրիստոս մեզ ասում է, մարդը կարող է փոխվել ամեն վայրկյան, երբ գիտակցի, ինչ իրավիճակում է ինքը գտնվում, եւ ճիշտ գնահատի դա։ Սուրբ հայրերն ասում են, Աստծու համար ներելը երբեք ուշ չէ, բայց մարդը հաճախ ուշանում է ապաշխարելու գործում, զղջալու գործում, խոստովանելու գործում։ Եվ հենց այստեղ է, որ ավետարանը մեզ սովորեցնում է, ասում է, քանի դեռ շնչում ենք, քանի դեռ ապրում ենք, ունենք հնարավորություն փոխվելու։ Եվ յուրաքանչյուրի համար հարցը շատ պարզ է, ինչպիսի տնտեսներ ենք մենք, լավ տնտես, թե անփույթ տնտես, արդյոք մեր կյանքը Աստծուն է մեզ մոտեցնում, թե հեռացնում է, արդյոք մեր ներկայությունը իմ ընտանիքում, իմ շրջապատում, իմ աշխատավայրում խաղաղություն է բերում, թե միշտ կրքեր բորբոքողի բերում եմ ես գտնվում, կամ լարվածություն եմ առաջացնում։ Սիրելի հավատացյալներ, սիրելի քրիստոնյաներ, եւ ամենակարևոր տնտեսությունը մարդու հոգին է։ Մեր Սուրբ հայրերն ասում են, եթե կորցնես ամեն ինչ, բայց փրկես հոգիդ, կարող ես շահել ամեն ինչ, բայց եթե մարդը շատ ունեցվածք ունի, շատ հաջողություններ ունի, բայց կորցրել է իր հոգին, ապա իրականում նա վատ տնտես է եղել իր կյանքի նկատմամբ։ Մի օր Տերը մեզնից յուրաքանչյուրին հարցրելու է. ինչ արեցիր այն կյանքը, որ քեզ տվեցի։ Սիրեցիր, ներեցիր, օգնեցիր, աղոթեցիր, թե պարզապես կյանքդ անցավ։ Բայց ավետարանում կա նաև շատ կարևոր բան, որը երբեք չի մարում, հույսը։ Տերը մեզ չի ասում այս խոսքերը, որպեսզի վախեցնի մեզ։ Նա ասում է դրանք, որպեսզի մեզ արթնացնի։ Քանի դեռ ապրում ենք, կարող ենք վերանայել մեր կյանքը, ուղղել մեր ճանապարհը եւ դառնալ մեր կյանքի լավագույն տնտեսները եւ լավագույն քրիստոնյայի օրինակը մեր շրջապատում։ Տիրոջ նորը, սերը եւ խաղաղությունը մեզ բոլորիս հետ լինի այժմ եւ միշտ, եւ ավիտյանս ավիտենից ամեն։